Ողջույն, թե ինչպես է Դիանա Գրիգորյանը սցենար գրում, բոլորդ գիտեք դժվար ապրուստ ֆիլմիսկ, իսկ թե ինչպիսին է նա խոհանոցում, մենք կբացահայտենք։ Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն Դիանա։ Ողջույն։ Հայկական երկրորդ հեռուստալիկ քաղցած չեն սպասում արդում։ Համեցեք։ Շնորհակալություն, որ համաձայնեցիր մեզ ընդունել։ Համեցեք։ Իհարկե ասացիր, որ առանձնապես չես կարողանում բան պատրաստել, բայց հիմա կփորձենք կհասկանանք։ Կփորձենք կհասկանանք, Գնանք միանգամից խոհանոց։ Համեցեք, եկեք, իհարկե։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Մենք քաղցած։ Ինչպես միշտ։ Չէ, ինչպես միշտ չէ, օրվա հա, ինչ որ ժամանակահատված է մարդ քաղցած լինում, հետո իր քաղցը միանգամից բավարարում է եւ հանգիստ շարունակում ստեղծագործել, գործել։ Քեզ ինչու ասացի ինչպես միշտ, որովհետեւ հաղորդման այս ֆորմատի շրջանակներում միշտ քաղցած եք, դրա համար ասացի ինչպես միշտ։ Փորձում ենք միշտ քաղցած լինել, որպեսզի մեզ համար էլ հետաքրքիր լինի հաղորդումը եւ ընթացքը եւ այո, եւ հետո հասկանանք արդյոք իսկապես համեղ էր, թե մենք շատ դեգուստատորական այդ աշխատանքը լավ կտարեք, շատ լավ։ Դու պատմիր ինչպես ես։ Լավ, զբաղված, ծանրաբեռնված, իհարկե համաձայնեցի, որ գաք, իհարկե հենց ամենասկզբից նշեցիր, որ չեմ պատրաստում առհասարակ, որովհետև նախ ժամանակ չունեմ, երկրորդ ունեմ հիանալի մայրով, հիանալի ձևով պատրաստում է, եւ երրորդը իսկապես չեմ պատրաստում, անկեղծ եմ ասում։ Այսինքն դու այն կանանց դասին ես պատկանում, ովքեր պատրաստ են աղախիններ ունենալ, հատուկ պատրաստողներ եւ զբաղվող։ Չէ, ես հատուկ աղախիններ չունեմ։ Կյանքում եւ իրենք զբաղվեն միայն իրենց կարիերայով։ Ոչ, հատուկ աղախիններ չունեմ, աղախին բառը առհասարակ չեմ օգտագործում եւ չեմ սիրում։ Օգնականներ։ Ունեմ մայրով պատրաստում է եւ ուրիշի պատրաստած կերակուրը ուտեստը առհասարակ չեմ համտեսում։ Եվ այդքանը։ Իսկ մայրիկդ չի փորձում քեզ էլ սովորեցնի, որովհետեւ ուշ թե շուտ այն ամենը։ Մայրիկս կփորձի ինձ սովորեցնել, եթե ինքը ինձ տանը գտնի։ Դա է առաջի խնդիրը։ Այո, ես հիմնականում մենք այսօր բարեբախտաբար քեզ գտել ենք տանը, շնորհակալություն։ Զանգահարել եք, ես եկել եմ։ Եվ ինչ ես որոշել մեզ Մայրիկիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք պատրաստել ուզբեկական փլավ, սնկով քյուֆթամ, պատված մացարալապանրով եւ աղցան բուլղարական։ Դժվար է այդ ամենը պատրաստել։ Եսին։ Չգիտեմ։ Երևի չէ։ Մայրիկիդ հետ միասին եք պատրաստելու։ Սուրեն, դե կփորձենք, լավ։ Լավ, հասկացանք, իսկ գնումներ կատա, բարև ձեզ երեխաներ։ Ինձ թվում է նրանք վաղուց սովոր են տեսախցիկի։ Բնականաբար, այո։ Ով է ձեր տան ամենահայտնին այս պահին։ Այս պահին երևի փոքրիկը Շարլը։ Ավելի շուտ իրենք երկուսն էլ լավ, իրենք ամանչկոտ են, իրենք չեն սիրում գալ Երևան։ Մեր ամենահայտնի հայ շանսոնիեի պատվին են նրանք։ Բնականաբար, այո։ Միանշանակ, որովհետև ես պաշտում եմ նրան, թե որպես մարդ,
թե որպես երգիչ, առհասարակ արվեստագետ։ Գիտես, որ նաև արտիստ է, ֆիլմերում բազմազան նկարահանվել է։ Միանշանակ ես զուտ իր մասնագիտությամբ ոնց որ գնացի եւ ես իսկապես ուխտել էի, որ երբ առուզավակ ունենամ, պարտադիր պիտի կնքեմ Շարլ անունը։ Ինչ է մեզ հարկավոր, որտեղ է բաղադրատոմսը։ Միգուցե մայրիկին կանչես արդեն, թե դեռ ուզբեկական փլավի համար ես դա արդեն նախորոք իմացել եմ։ Ուզբեկական փլավի համար մեզ ոչինչ հարկավոր չէ։ Գարան միսը կա, վաղուց արդեն համեմված նկատի ունեմ այդ բաստուրմա դրված, այսպես ասեմ, որ ավելի կոնկրետ հնչի։ Մենք առածան ենք ձեզ հետ կապվել եւ այդ ամենը հասրել եք, հա։ Հիմա արդեն կեսօր է։ Այո։ Բուլղարական աղցանի համար մեզ պետք կգա պղպեղ, որը մենք կգնենք։ Իսկ սնկով քյուֆտայի համար քյուֆտան սունկը եւ պանիրը։ Այնուամենայնիվ գնումներ պետք է կատարել։ Լավ, իսկ ինձ հետաքրքիր, եթե մայրիկը զբաղված է, եթե ինչ որ մեկը չկա, որ քեզ պետք է կերակրի, ինչ ես անում։ Մի բան չկա։ Չէ, ինչ որ մի բան չկա, որ ինքդ կարող ես արագ քեզ համար պատրաստել։ Ես շատ լավ եմ պատրաստում։ Իսկապես լավ եմ պատրաստում։ Լավ, իսկ եթե սերիալնում, որտեղ որ ես գիտեմ դու սցենարիստն ես, ռեժիսորը, չգիտեմ, ամեն ինչով դու ես զբաղվում, այդպիսի լեգենդներ են պատտվում Հայաստանում, որ մի սերիալ կա, խոսքը դժվար ապրոստի մասն է, որտեղ դու զբաղվում ես ամեն ինչով։ Եթե խոհանոցային խնդիրներ են լինում, ով է ուղղորդում դերասաններին, որ այսպես է ճիշտ, ոչ թե այսպես։ Խոհանոցային խնդիրը դերասանին ուղղորդել, ուրեմն ռեժիսորը մեր Դու ես ռեժիսորը պաստորը։ Ռեժիսոր հիմա սենց ասեմ, նկարահանումը չափազանցում են, հա, բնականաբար, որովհետև ես նկարահանումներին չեմ լինում, պարզապես սցենարները շատ հետաքրքիր, այսպես միզանսցենայով, հոգեվիճակով են հիմնականում գրված, որովհետև այդպես է միշտ գրվում։ Ռեժիսորը իր գործը փայլուն կատարում է, որովհետև դժվար ապրոստի ռեժիսորը Վահեն Էսայան, եւ ինքը բավականին ճիշտ եւ պրոֆեսիոնալ ձևով խնդիրներ է տալիս դերասաններին։ Եթե խոհանոցում, թե ամեն տեղ։ Պարզ է, հասկանալի է։ Սպառիչ պատասխան տվեցիր, իհարկե խուսափելով բուն հարցից։ Լավ։ Որ հարցից։ Դե ասենք քո կերպարներից մեկը, հա, եթե կերպարի մասին խոսք է գնում, կերպարի, ասենք, հագուստ կրելուց սկսված, հա, թե նա Շարլի կարի չի կարելի։ Սև թե է ըմպում, թե կանաչ թե է ըմպում, չէ, այդ ամբողջական լինելու համար կերպար։ Չպատրաստել չի նշանակում գաղափար չունենալ։ Փառքաստ ունեմ գաղափար ամեն ինչից եւ կարողանում եմ ճիշտ ուղղորդել եւ իմ խորհուրդներով եւ ամենով։ Պարզապես չեմ պատրաստում, որովհետեւ այ օրինակ մայրս ասում է, եթե ես ինչ-որ բան պատրաստում եմ, տեսեք ինչ հետաքրքիր ձևով պրոֆեսիոնալ ինքը անցավ, մագլցեց, որ չխանգարի։ Բայց այս բան չէր խաղում, անկեղծ էր։ Հա, ինքը, չէ, ինքը միշտ է անկեղծ, որովհետև դեռ այդ տարիքը չի իր խաղի։ Ապաստան, երբ որ դերասանները տարիք ունեն, արդեն անկեղծ չեն, որովհետև խաղում են եւ Չէ, անկեղծ այստեղ ուրիշ կողմ գնացիր, երբ որ մտնում ես կերպարի մեջ, դա միանգամայն այլ բան է։ Երեխայի հոգեբանությունը մանավանդ 4 տարեկան, դեռ այդքան զարգացած չէ, որ ինքը տվյալ պահին կարող է խաբել։ Դրա համար երեխաների մոտ ամեն ինչ առավել օրգանական է ստացվում, քան դերասանների։ Ես կարծում եմ այսօր շատ հետաքրքիր է լինելու մեր զրույցը, որովհետև ես սերիալների դեմ եմ, դու սերիալներին կողմ։ Այսինքն սերիալներին դեմ եմ այս որակով, որոնք որ հիմա տեսնում եմ եթերում, շատ քիչ եմ իդեպ հետևում, բայց ընդհանուր գաղափարից եւ այն հանգամանքից, որ ժողովուրդը բոլորը ապրում են դրանով եւ մոռացել են մյուս ավելի կարեւոր խնդիրները, դա արդեն ինձ նյարդայնացնում է։ Ես քեզ հղել, որովհետեւ ես կզարմանայի, եթե դու ինձ այդ հարցը չհղեիր սերիալի հետ կապված, բայց ինձ մոտ մի հատ ուրիշ հարց է առաջացել։ Ինչ կաներ Սուրեն Շահվերդյանը, եթե ինչպիսի շփման եզր կգտներ Սուրեն Շահվերդյանն իր հյուրերի հետ, եթե հայաստանյան հեռուստաընկերությունները սերիալ արտադրությամբ չզբաղվեն։ Այդ հարցը ինչ շատ է հուզում։ Իսկ մա հետաքրքիր ավելի արտադրություններ կլինեն, լուրջ ֆիլմեր կարող է եւ ծնվեին։ Իսկ ով է ասել, որ սերիալը խանգարում է լուրջ ֆիլմեր ծնվելուն։ Չի խանգարում, բայց մարդիկ հա արդեն այդ ֆաստ ֆուդն են ուտում, այս դեպքում դիտում։ Իսկ ով է մեղավոր, որ մարդիկ այդ ֆաստ ֆուդը ուտում են։ Բոլորը։ Սերիալ արտադրողը թե հասարակությունը։ Բոլորը։ Այսինքն սպառողը։ Մեկը մյուսի հետ կապված է շատ սերտ։ Չէ, ես կարծում եմ, որ դու ինքդ լինելով հեռուստատեսության աշխատակից դու շատ լավ գիտես, եթե չի լինում ինչ-որ բանի պահանջար, կապա չի լինում։ Դու ասացիր սերիալի կողմ ես, ներողություն, սերիալի դեմ ես, ես սերիալի կողմ եմ, բայց դու հստակ չգիտես, արդյոք ես սերիալի կողմ եմ։ Դու արտադրում ես։
Բայց դու չգիտես ես կողմ եմ թե ոչ, որովհետև տվյալ պարագայում ես հեռուստատեսության աշխատակցուհի եմ։ Այս պահին մենք միացանք, հա, մեր միանշանակ եւ ես անում եմ այնինչ այսօր վարկանիշ է։ Ստեղծողը սերիալին դեմ է։ Սենսացիոն արտահայտություն չի դա բացարձակ, որովհետև այսօր շատերին թվում է, որ գեղարվեստական ֆիլմերից են խոսում, անպագորգոր հայտարարություններ են անում, բայց տեղում դոփում է ոչ ոք ոչինչ չի անում։ Եթե այսօր կա պահանջարկ եւ ղեկավարությունը ասում է, որ կա պահանջարկ, պետք է նկարել սերիալ, որովհետև այսօր դա է վաճառվում, ներողություն, այսօր սերիալներին են հովանավորում, այդ դեպքում արդեն դու ստիպված անում ես սերիալ, որովհետև այսօր քո աշխատանքն է, այսօր յուրաքանչյուր մարդ աշխատում է, որպեսզի վաստակի, ես կարծում եմ։ Այն մարդիկ, ովքեր որ պարզապես օդում խոսում են, որ մենք սերիալ չենք անում եւ քաղցած նստում ենք, որպեսզի բարձր արվեստ ներկայացնենք, դեպս քաղցած նստեք, գուցե նմանատիպ հաղորդում ստեղծեն, գնան գոնե քաղցը բավարարեն։ Հասկանում եք։ Բայց նկատի ունեմ, որ այսօր ես ինքս շատ լավ կարող եմ գեղարվեստական ֆիլմի սցենար գրել եւ ունեմ նման սյուժե, բայց եթե չկան մարդիկ, ովքեր չեն հովանավորում, տվյալ պարագայում դա մնում է քո մեջ, որովհետեւ ես ինքս ինքնաբավ կլինեմ, եթե ես իսկապես անեմ այն, ինչ ուզում եմ, բայց այսօր ես չեմ անում այն, ինչ իմ սրտում է, հա? Այսպես ասենք։ Այսօր դու անում ես այն, ինչ վարկանիշ ունի։ Բուն նպատակից թե ինչու ենք եկել ձեր տուն, վերադառնանք։ Դու շատ սիրում ես այդ թեման, դրա համար ես միանգամից ծավալվեցի։ Չէ, ծավալվելը դեռ կլինի վստահ եմ եւ հաստատ։ Երևի հա ժամանակն է հասկանալ ինչ գնումներ պետք է անենք եւ գնանք խանութ։ Հասկանալու համար կդիմեմ մայրիկին, մայրիկը ինձ կտա ցուցակ, ավանդական, հայկական։ Մենք կգնանք եւ կանենք այդ գնումները։ Միշտ այդպես է տեղի ունենում, ցուցակը քեզ է հանձնվում եւ որովհետեւ միշտ մայրիկն է գնում։ Ես էլ գնումներ կտա, միանշանակ։ բայց այսօր միասին գնանք։ Բայց այսօր մենք ձեզ հետ կգնանք, դրա համար ինքը կտա մեզ ցուցակ։ Շատ լավ, սպասենք ցուցակին։ Շատ լավ։ Բավականին երկար սպասեցինք, մինչև զգեստա փոխվեցիր։ Լավ, Սուրեն, ընդամենը 5 րոպե։ Չէ, 7.5։ 7.5, լավ, ոչինչ։ Ինչ մեքենայով են գնում, ում մեքենայով, մենք մեքենայով ենք, դու։ Ես եւս մեքենայով եմ, կգնանք։ Դուք ասեք, ձեր մեքենայով թե իմ մեքենայով։ Այս մեծ շքեղ մեքենան ձերն է։ Դե եթե տենց շատ շքեղ է, տենց ներկայացրեցիք, ուրեմն այո։ Դե չէ, շքեղ է եւ հա կնոջ կանայք նախընտրում են փոքր մեքենաներ, որպեսզի հեշտ կայանեն եւ այլն։ Ես տեսնում եմ դու դրա խնդիրը չունես։ Ես չունեմ, որովհետեւ արդեն 4 տարի է, որ մեծ մեքենաներ են վարում, ես իհարկե 0.7 եմ վարել, բայց ուղղակի այսպես ավելի հարմար է մանավանդ երեխաներով, երբ որ ինչ-որ տեղ ես գնում, ավելի ապահով է եւ ավելի հարմար։ Մինչ այս իհարկե Toyota RAV4 եւ Toyota Land Cruiser, որը կրկին շատ մեծ էր։ Նկատում սովոր եմ արդեն ես շատ էլի։ Հետո այսօր վառելիքն է թանկանում է, մեծ մեքենայի համար շատ ավելի վառելիք է պետք, բայց դու խնդիր չունես։ Ես համամիտ եմ այդ առումով, խնդիրներն էլ դե փորձում ենք աշխատելով այդ խնդիրները լուծել։ Ես կարելի է մենք գնանք այն կողմ։ Հա, իհարկե գնանք։ Ես դուրը պետք է բացեմ քեզ համար, ասելիք։ Ես ասելիք ունեմ։ Իսկապես պիտի ասեմ։ Ես կխնդրեի, որ Դավիթը ֆիքսեր էս խազերը, պորտադիր, այսպես։ Որտեղ ես կայանում։ Իմ մեքենային էլ են շատ հաճախ խազեր անում, չգիտես ինչու, ինչ են ուզում սրանով ասել։ Ուրեմն մեքենան ունի։ Սա երկրպագուներն են։ Մեքենան ունի ավտոտնակ։ Առաջին ավտոտնակը հենց այս իմ ավտոտնակն է եւ սա գիտեք երբ են անում, երբ որ ես գալիս եմ բարձրանում եմ տուն, գուցե 30 րոպեից հետո նոր գնամ ինչ որ կայանելու, հա, այդ ընթացքում հասցնում են անել։ Ես 2 օր առաջ հայլիներն էին գողացել։ Եվ գիտեք, երբ մեր ֆիլմի ժամանակ, այսինքն 9-10 րոպե ես եկա տուն, բարձրացա մինչ հաց կուտե եւ ֆիլմից հետո կիչնեի կկայանեի մեքենան, եկա եւ տեսա, որ հայլիները չկան։ Շատ հետաքրքիր է, որ ես չեմ ուզում այս երկու ուրեմն ինչ ասեմ, չգիտեմ, ես այս արարք ասեմ, ինչ ասեմ, չեմ ուզում իրար կապել, որովհետեւ սա շատ ցածր որակի մարդու կողմից է արված, այս բիծը, հայլին գուցե մի փոքր բարձր, որովհետեւ իրանք նույնը չեն, բնականաբար նույնը չեն։ Ես կարծում եմ, որ այս բիծը որ ես կարող եմ դիմել իրենց։ Այ իհարկե, իմ անունից էլ իմ մեքենաներն են շատ հաճախ այսպես։ Ես Սուրենի անունից եւս, ուրեմն դիմում ենք ձեզ։
Եթե ձեզ թվում է, որ այսպես բիծ քաշելով դուք մեր տրամադրությունը կարող եք փչացնել կամ կարող եք ինչ-որ ձև ազդել մեզ վրա, ապա տենց բան իսկապես չկա, որովհետև դրանից հաստատ մենք չենք նեղվում։ Այդ բիծը ձեր հոգու վրա եք քաշում, որովհետև այդ ձեր կենսագրությունն է դա։ Այսինքն ինչքան որ դուք այսպես քաշում եք, դա այս մեքենայի վրա չի, սա մոռացեք, սա ձեր վրա է, ձեր հոգու վրա է, սա ձեր կենսագրությունն է, եւ ի վերջո այդ նախանձ այդ թույնը, որ ձեր մեջ կա, մի օր ձեզ է խեղտելու։ Հաստատ, լավ, մի օր ասես ձեր թույնը սենց հանեցիք, մի օր չգիտեմ գողացաք, շատ լավ գիտենք, հա, ով է, բայց ի վերջո մի օր նույնիսկ գիտես ով է գողացել։ Հայլին կռահում եմ, բայց այս բիծը չգիտեմ։ Հա, միգուցե այն դեպքն է, երբ որ Հայլին իր տանը իր ննջասենյակում դրված է իր առջև եւ ասում է Դիանայի մեքենան, ի Հայլիները իմ տանն են իմ ննջասենյակում։ Կարող է այդպիսի տարբերակ է, թե գողացել վաճառել է։ Ասենք անառողջ մարդիկ այսօր մեր իրականության մեջ շատ են սուրեն։ Եթե պիտի նման ձևով իրենց լավ զգան, դա անառողջ է։ Ինձ համար դա անառողջ է։ Ինչ ասեմ։ Այդ դեպ չես դիմում ոստիկանություն, որտեվ այսօր ճիշտ ասած արդեն ոստիկանությունը շատ լուրջ գործում է։ Ազգանշանային համակարգը դրված է։ Ես վստահ եմ, որ հայլիները չեն տարել վաճառելու նպատակով։ Ննջասենյակ են տարել։ Քնում են քո հայլիների հետ։ Այն մասը արդեն տեսախցիկ է տեղադրված։ Եվ կարծում եմ այլևս այո։ Նույնիսկ այդ 9:30-ից մինչև 10:30 մինչ ֆիլմի ավարտ իրենք դա էլ չեն հասցնի արդեն անել, որովհետև կֆիքսվեն։ Բնականաբար։ Ես բացեմ քեզ համար։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Մեքենայից խոսեցինք, այո, ֆազ անելու մասին խոսեցինք, հիմա այդ անողները վստահ եմ դիտում են հաղորդումը եւ ամաչում իրենց արարքից։ Հիմա անդրադառնանք մեր սերիալների թեմային։ Այո։ Մենք շրջում ենք քաղաքում եւ ես ուզում եմ իմանալ, քանի որ դու պատասխանատու ես այդ պատմությանը սերիալի, որքանով է առնչվում մեր հասարակության հետ, մեր քաղաքի իրադարձություններին, մեր կյանքի իրադարձություններին սերիալը եւ արդյոք ճանապարհներ, լուծումներ ցույց է տալիս, թե ուղղակի հենց այնպես մի պատմություն է, որ մարդիկ դիտում են։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, Սուրեն։ Ես կփորձեմ առավել ընդգրկուն պատասխանել այս հարցին։ Ամբողջ աշխարհը այսօր ողողված է սերիալներով։ Եվ համայն հասարակությունը շատ նորմալ է դիտում, հա։ Սերիալը դա ժամանց է, ընդամենը, ուրիշ ոչինչ։ Բայց չգիտես ինչու Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացնում սերիալը։ Բուռն քննարկումների առիթ է դառնում։ Ես ինչ-որ բաց ու փակ նամակներ են մարդիկ, հա, ինչ-որ ուղարկում, արվեստի գործիչները շատ են ըմբոստանում։ Իմ մոտ մեկ հարց է առաջանում, լավ, առավել կարևոր հարցերի շուրջ։ Միթե հնարավոր չէ նման համախմբվածություն ստեղծել։ Ես շատ կցանկանայի, որ նման կուր համախմբվածություն լինել ուրիշ առիթով, առավել կարևոր խնդիրների շուրջ լիներ, այո, բայց այսօր չէ։ Հայաստանը զբաղված է սերիալով, շատ կարևոր։ Այսօր թեմա է։ Այսօր բոլոր նրանք, ովքեր ունեն ինքնահաստատման խնդիր, պարտադիր խոսում են սերիալից ու պարտադիր խոսում են վատը, բայց չէ որ սերիալը ընդամենը ժամանց է ապահովում։ Ստեղծագործություն է, հորինվածք է, ինչ որ ձև պիտի լինի մոտ իրականությանը, որպեսզի մարդիկ նայեն, ամեն մեկն իրեն տեսնի։ Այ օրինակ ես պատասխանատու եմ դժվարը ապրուստի, այո, ինչպես դու ասացիր, սցենարի համար ես կասեմ հետևյալը։ Մեր սերիալում իսկապես արծարծվում են շատ արդի թեմաներ, բավականին ակտուալ, հայկական, եւ ամենակարևորը նաեւ կա իր մեջ դասերակցական ինչ-որ բան, որովհետեւ մեր սերիալում կան երիտասարդներ, ավելի շուտ ոսկի երիտասարդություն, որոնք ետ մղվեցին այդ ամենից։ Տղաներ, ովքեր, չգիտեմ, թմրանյութերով տարված, այսօր իրենք մանկատան որփին փրկում են կյանքից եւ ամուսնանում են հետը։ Մարտով բավականին հարուստ է, սիրում է բավականին աղքատ, իրենից ցածր խավի մի աղջկա եւ մաքուր սերն է մեզ մոտ իշխում։ Այն նմանատիպ երևույթները մեր իրականությունից բացակայում են։ Եվ շատ շատերը, ովքեր խոսում են սերիալից, իրենք միայն վատն են ասում, բա ինչու չեն ես լավը տեսնում, չէ՞ որ ես չեմ հորինում, դժվար ապրուստը մաքուր սիրո մասին է։ Ասենք, չգիտեմ, դու որքանով ես հետևում, բայց իսկապես դա այդպես է։ Ցավոք սրտի ժամանակ չեմ ունենում հետևել, ես ուղղակի ուզում եմ։ Բայց առհասարակ այդպես է, իսկ կարևոր թեմա
ինչ ասել է, թե կարևոր թեմա, ինչ նկատի դու ունես կարևոր թեմա ասելով սերիալում։ Գաղտնիք չէ, որ հա մեր պետությունում կրիմինալը շատ է, կոռուպցիան շատ է, եւ քանի որ մարդիկ այդքան հետևում են սերիալին, միգուցե դա նաեւ ուժ է մարդկանց այսպես ոտքի հանելու։ Այն որ ուժը շատ ճիշտ է, այստեղ մեր սերիալում դպրոցից սկսված այսօր հա անօրինական դրամահավաքի մասին է խոսվում, բայց դպրոցում այդ ամեն ինչը շարունակվում է։ Այսօր վստահ եմ պետավտոտեցիները չեն դադարել գումարներ վերցնել եւ այլն, այսպիսի խնդիրներ շատ կան։ Միգուցե սերիալը հա իր այդպես մասսայականություն որ վայելում է, փորձի այդ խնդիրները բարձրացնել եւ դաստիարակի մեր քաղաքացուն, որ չգնա այդ քայլին, չտա, չվերցնի եւ այլն։ Ես հասկացա ու լրիվ քեզ հետ համամիտեմ, դա կախված է արդեն սյուժեից, եթե սյուժեով նման բաներ լինում են, բնականաբար համենայն դեպս ես ինքս փորձում եմ այդ բաներին ինչ որ ձևերով փորձել շտկումներ տալ կամ հարցերին լուծումներ տալ, բայց հավատա, որ սերիալով չէ, որ պիտի ինչ-որ խնդրին, ինչ-որ հարցին լուծում տաս, որովհետև այնուամենայնիվ սերիալը պարզապես ժամանց է։ Այնուամենայնիվ պահակազորի լուրջ խնդիր ունենք, չէ՞, կանգնած մեր պետության մեջ, լինի այդպիսի բան, հա, այդ ախրանա հասկացողությունը, թե չլինի։ Դժվար ապրուստում չկա նման հասկացողություն։ Դժվար ապրուստում չկան արյունալի տեսարաններ։ Դժվար ապրուստում չկան, իսկապես եթե դժվար ապրուստում տեսնեի, որ ասենք մեր քաղաքում պաշտոնյաները հեծանիվով են գործի գնում եւ նրանց հետ ինձ մոտ մի պաշտոնյա կա, այս հեծանիվով նկարահանումներ իրականացնելը կարծում եմ, որ համամիտ կլինես ինձ հետ, որ դա շատ բարդ կլինի, բայց ինչ վերաբերում է նրան, որ այդ դու Տիկնազորի հետ կապված շատ կարևոր թեմա եւ շատ ցավոտ թեմա արծարծիր, ես կարծում եմ, որ սերիալը չէ կամ սերիալում չէ, որ պիտի այդ թեման շոշափվի, դրա համար պիտի լինեն հատուկ հաղորդումներ, քաղաքական հաղորդումներ, լուրջ լրատվական հաղորդումներ, որ անդրադառնան այդ թեմային։ Իդեպ նման հաղորդաշար շուտով լինելու է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվելու է նոր թոք-շոու եւ այդ հաղորդման այդ շոուի շրջանակներում հաստատ կարծրացվեն նման խնդիրներ, որովհետև դա շատ ավելի լուրջ է։ Իսկ սերիալը ուղղակի ժամանց է եւ սերիալում արծարծել նման կարևոր խնդիրներ հարկավոր չէ։ Այո, շատ կցանկանայի վերադառնում ես եթեր։ Այո։ Երկար տարիներ այդ միջումից հետո փաստորեն Ընդմիջում չէ, որովհետև ես իմ գործունեությունը ծավալել եմ եւ յուրաքանչյուր աշխատանքում։ Դա ինձ համար հիվանդակին հարց չէ։ Այո, ես իմ գործունեությունը ծավալում եմ եւ պարտադիր չէ էկրանում երևալ, դու կարող ես գործունեությունը ծավալել գերազանց ու չերևալ էկրանում։ Փառք Աստծո նման հիվանդությամբ երբեք չեմ տառապել եւ այն չկշտացող մարդկանցից չեմ, որ յուրաքանչյուր օր միայն զբաղվում են իրենց արտակնով, բացում են իրենց մարմնի որոշակի մասերը եւ եթերում են հայտնվում։ Չգիտեմ դրանով ինչ են ուզում ասել։ Ես ամենայն դեպս այդ մարդկանց թվին չեմ դասվում, ամսագրերի շապիկներին կիսամերկ չեմ նկարվում եւ արտակնային որևէ փոփոխություններ չեմ անում բացարձակ։ Ես կանրադառնամ այս թեմային։ Լավ է, որ հիմա արդեն մոտեցանք խանութին, տանը կխոսենք դրա մասին։ Շատ բարի։ Ցուցակն է։ Անպայման։ Սկսենք։ Ես սայլակ վերցնեմ, մեծ թե փոքր։ Որը հարմար է, ոչ շատ մեծ է, բայց լավ ոչինչ։ Ձեր տանը ուրիշ սուպերմարկետներ կային, բայց դու եկար այստեղ, ինչով է պայմանավորված։ Այո, որովհետև հիմնականում ես այստեղից եմ օգտվում։ Հիմնականում ես սա սուպերմարկետների ցանցից եմ օգտվում։ Լավ, եւ ինչից ենք սկսում։ Վալենտինա ջան, բարև ձեզ, ինձ պետք է օգնեք, դուք ինձ սունկ է հարկավոր, քյուֆտա, որտեղ ենք գնում։ Այո, հա, հերթով, հա, եթե կարելի է։ Հա, իհարկե։ Զամբյուղ։ Չէ, վերցրել ենք, այո, ես վարորդն եմ սայլակի եւ կարողանում եմ։ Միայն սունկ։ Սունկ, քյուֆտա, այստեղից երևի միայն սունկ։ Հա, չէ, մեզ պղպեղ է հարկավոր։ Եղավ, շնորհակալ եմ։ Դիանա, յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերում քեզ, ինչու որտեղ այստեղ շատ ես նկարահանում կատարում։ Բացարձակ, ես այստեղ նկարահանում չեմ կատարել։ Ինչի՞ է կապված։ Իրենց վերաբերմունքը ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի հանդեպ է այստեղ, որովհետև այստեղ բարձրակարգ սպասարկում կա եւ վերջ։ Լավ։ Այդքանը։ Սունկի ժամկետը նայեցիր։
Բա ես վստահում եմ, բացառված է, որ այս ցանցում ժամկետի հետ կապված խնդիրներ լինեն։ Ես հիմա նայում եմ եւ չէ։ Այսօրվա էսում։ Ես չեմ կասկածում եւ դա է պատճառը, որ հիմնականում ես այստեղ եմ գալիս իսկապես։ Գնացինք առաջ։ 2 կիլոգրամ գտած։ Դե, պիտի սպասենք։ Հա պետք է պատրաստվեն, հա, այստեղ։ Չէ, ուղղակի պատրաստում է։ Հա, պատրաստ է։ Հա, այդտեղ։ Միգուցե մինչև Մինչ Քյուֆտան պանիր հանձնեն, այո, ինչ ունենք այնտեղ Անիլ շարունակություն։ մացարել, այո։ Լավ, եւ հաջորդ Մենք գնումը։ կարակ կվերցնենք։ Ինձ նաեւ հետաքրքիր է թե ինչքան հաճախ ես լինում սուպերմարկետներում եւ արդյոք կարողանում ես նպատակային մտնել եւ գնել, ասենք, ուղակի հաց։ Ուղղակի հաց սուպերմարկետից չէ, այդպես չէ։ Հիմնականում գալիս են գնումների մայրիկի հետ, ինքը գիտի տանը ինչ է պակաս, ու հիմնական գնումները ինքն է կատարում։ Շոփինգ հասկացությունը սիրում ես։ Բնականաբար։ Հագուստի հետ կապված երևի ավելի շատ, հա։ Ոչ Հայաստանում, Ինչու ոչ այստեղ Երևանում։ առաջարկում են այն, ինչը քեզ չի գոհացնում։ Ոչ, որովհետև այստեղ առաջարկում են անորակ ապրանք։ Так, մենք կվերցնենք Վալենտինա Չանսելանդականն է մեզ։ Ձյան հետաքրքիր շատերի ճաշակին կարողանում է մեր շուկան բավարարել եւ հիմա շատ բավարարելը խանութներ գիտեք հարաբերական է, որովհետև Ես քեզ հետ համաձայն եմ, ես ինքս չեմ գնում Հայաստանից։ Բրենդային ապրանք, չնշենք ինչ բրենդ, եւ այստեղ սարսափելի թվեր են, բայց դու գիտես, որ դա հաստատ այդ բրենդը չի եւ հաստատ այդ թիվը չի։ Իսկ ասենք Եվրոպայից դու կարող ես բերել իսկական մաքուրը եւ շատ ավելի մաչելի։ Իսկ այստեղ այդ գումարով, այդ մաչելի գումարով կարող ես ձեռք բերել թուրքականից։ Թուրքական արտադրանք Քո ցուցակում որից է համեմունք կա մառանիկից։ դուք բերել եք մառանիկ, ես դրա համար չեմ գնի։ Լավ, ես ուզում եմ Այս չի անկոր զելանդական։ ազատ թողնել քեզ քո ընտրության մեջ եւ սпасել քեզ դրամարկղի մոտ, կարելի է։ Հիմա ես ճիշտ է։ Հա, մի հատ ճիշտ է, եթե կարելի է։ Այսա, չէ, կա։ Էսա, ես գտել եմ, կա։ Սա։ Այո, ահա։ Ձյանա, ես ուզում եմ ազատ թողնել քեզ քո ընտրությունների մեջ եւ սпасել դրամարկղի մոտ, կարելի է։ Իհարկե կարելի է։ Ես ինձ այդպես ավելի հանգիստ կզգամ, որովհետև կարակ ենք ընտրում բրենդային ապրանքից, ապրանքներից ենք խոսում։ Մենք սպասում ենք դրամարկղի մոտ։ Շնորհակալություն։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց որ 3 կիլո մոտարապես կարակ ես գնե, ինձ համար դա անհասկանալի է։ Չգիտես ինչի համար է։ Եվ այսպես մի պահ սպասիր, ես առաջարկում եմ վճարել։ Չէ, քանի որ դուք մեր հյուրերն ենք, մենք հյուրերին հյուրասիրում ենք։ Ասում ես հիմա հասկանում եմ, որ սերիալներում շատ լավ են բարձրացնում եւ խնդիր չկա։ Ես կարծում եմ, որ մարդիկ հոգով են շռայլ, Սուրեն, կապ չունի բարձրացությունը։ Մի պահ հասկանան կրկին 17000, հա, եթե կարելի է կկրկնեք գումարը։ Շնորհակալություն։ Либо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Либо. Кофе 3 континентов. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Եվ այսպես սկսենք process-ը։ Սկսենք գործընթացը։ Եվ Մայրիկը անընդհատ հուշում էր ինչ է պետք անել։ բնականաբար, այո, այստեղ կարակ, սոխ եւ կոնյակ հարում ենք։
Մաման այդպես ասեց, ուրեմն այսպես է ձևը։ Հետո պիտի ավելացնենք այստեղ քյուրթան։ Երևոցում։ Ձյանա, իսկ քո մայրիկը քո զոհն է սերիալի, թե։ Այսինքն նա հետևում է սերիալին։ Նա հետևում է, բայց նա զոհը չէ։ Զոհը չէ։ Օպիտ ասացի, հա, զոհը։ Այո։ Հետևում է բնականաբար իհարկե, եթե դիտողություններ լինում են։ Միշտ։ Իսկ փորձում է ուղղություն ցույց տալ, որ եթե այս պատմությունը այսպես շարունակվեր, ել ավելի հետաքրքիր կլինի։ Թող ինքը պատասխանի այդ հարցին։ Չէ, գիտեք, ինձ միայն հետաքրքրում է, երբ որ իմ փոքրիկներն են երկիրում։ Այո։ Ֆիլմում ինձ ջանին։ Ձեր թորնիկները։ Այո։ Ընդամենը դա, թե ուր է գնում սերիալը, ինչ պատմություն է։ Չէ, իհարկե հետաքրքրում է։ Բնականաբար միշտ իր խորհուրդներով, այո, իր ուղղություններով, իհարկե։ Միշտ դա առաջի տարին չի Ձյանան արդեն համարյա 5 տարի ֆիլմ է նկարում։ Դու այդպես տես լավ մի խոսի, որովհետև Սուրենը տես լավ չի վերաբերում դրան, ու իրեն թվում է թե այս սերիալների չատակողներից եմ։ Երեխա էր, ինչ էր երազում դառնալ, եւ ինչ ստացվեց, էլի, ճանապարհը։ Մասնագիտությամբ իրավաբան եմ։ Եվ շատ կուզենայի նաև աշխատել իմ մասնագիտությամբ, որովհետև շատ սիրում եմ այդ մասնագիտությունը, բայց հասկացա, որ այսօր այս պետության մեջ այդքան էլ իրավաբանի կարիք չկա։ Ինչու՞, որտեղ օրենքը չի գործում։ Ճիշտ իրավաբանի կարիք չկա։ Իսկ ես սիրում եմ լավ աշխատել։ Հեղեղուկ օրենքներ են, թե ինչի։ Չէ, հեղեղուկ օրենքների մասին չի խոսքը։ Առհասարակ կարծում եմ, որ ստեղծագործելը այս պայմաններում շատ ավելի ճիշտ է։ Մանկուց ստեղծագործել եմ բայց երբևէ չեմ երազել հեռուստատեսությունում հաղորդավարուհու կամ երգչու, առհասարակ հեռուստատեսությունում աշխատելու այդ կարիերայի մասին երբևէ չեմ երազել։ Հիշում եմ մի քանի տարի առաջ ընդամենը ամբողջ օրը հեռուստատեսությունում հենց դու էր, կարելի ասել դեմքերից մեկն էր հեռուստատեսության եւ մի պահ եղավ եւ դու չկաս։ Ինչպես կարողացար մարսել, հա, դա, որովհետև բարդ բան է, չէ, անընդհատ լինել եւ վերջ, ինչ որ մի պահից ինչի հետ էր կապված։ Հոգնեցի՞ր։ Սուրեն, չէ, այստեղ հոգնելու խնդիրը չի, առհասարակ հեռուստատեսության դեմքը ասել նկատի ունես ուղղակի եթերում լինել, դա նկատի ունես, որովհետև հեռուստատեսությունում գործունեություն ծավալել եւ լավ գործունեություն ծավալել կարծում եմ առավել կարեւոր է, քան պարզապես եթերում երևալ։ Այսօր հեռուստատեսության որակն այնքան է ընկել, որ այսօր յուրաքանչյուր մեկը կարող է եթերում երևալ, բայց ես նրանց չեմ համարում դեմք, որովհետև դեմքը նա է, ով հետքա թող է։ Դեմքը նա չէ, ով պարզապես երևում է հեռուստատեսությամբ։ Ես հեռուստատեսությամբ չէ, բայց իմ արած գործերը հեռուստաընկերությամբ հեռարձակվում էին ու փառք Աստծո։ Միտքս ինչ էր, արտիստներ կան այսօր քո շնորհիվ, քո օգնությամբ հայտնի դարձան, նրանց փողոցում ճանաչում են եւ նրանք իրենց Ալեն Դելոնից եւ չգիտեմ այնտեղ համաշխարհային ճիշտ է աստղերից ավելի ցածր չեն դասում եւ լուրջ բարդույթներ ունեն, այսպես ասած կարելի ասել, որ փչացան։ Ճիշտ է։ Եվ կամաց գնում են դեպի կործանում։ Ես միանշանակ կարող եմ համամիտ լինել քեզ հետ, իսկապես այդ հիվանդությամբ չեմ տառապել։ Ես հասկացա դեպի ուր ես դու տանում եւ դու շատ ճիշտ ես ասում։ Ես երբևէ չեմ տառապել այդ հիվանդությամբ եւ երևի պատճառը այն է եղել, որ երբևէ ինձ չեն դարձրել։ Այսինքն ես հեռուստատեսությամբ մուտք եմ գործել եւ սկսել եմ իմ գործունեությունը ծավալել ինքնուրույն, այսինքն ոչ ոք ինձ չի օգնել այդ առաջխաղացման հարցում։ Ես գրել եմ, ես նկարել եմ, ես մտածել եմ, ես վարել եմ, ես Տեսնենք ինչ է այստեղ կատարվում, շարունակենք, լավ։ Այո։ Ուրեմն Քյուֆտան ապակե սրվակի մեջ ինչպես տեսակ արդեն լցվեց, մայրս շարում է սունկը, հավասարապես երևի թե պիտի սունկը այստեղ շարվի, որից հետո իհարկե այն կտեղադրվի ջեռոց, չէ, վրան դեռ պանիր, մոռացանք, մենք պանիր էինք վերցրել, պանիր եւս կլցվի, որից հետո իհարկե նոր կտեղադրվի արդեն ջեռոց։ Այսքան էստեղ։ Շատ հետաքրքիր մեկնաբանեցիր, իսկ երկրորդ անգամ ինքնուրույն կարող ես պատրաստել այս ամենը։ Այո։ Ինչ խորհուրդ կտայր քո արտիստներին, ինչպիսին լինեն ֆիլմերում։ Ոչ միայն արտիստներին, ես կարծում եմ մարդիկ երբևէ չպետք է տառապեն այդ ցածր հիվանդությամբ, շատ անորակ բացիլ է դա, շատ անորակ։
մարդիկ պիտի հետքաթող լինեն, չպիտի միայն բավարարվեն նրանով, որ այսօր եթերում են։ Այսօր եթերում են, դու ճիշտ ես ասում, բայց սերիալը հենց ավարտվեց, նրանք այլևս եթերում չեն լինելու եւ հավատացած եղել, որ նրանց այլևս ոչ ոք չի հիշելու։ Բայց եթե մարդիկ հետքաթող են լինում եւ որակով են լինում, հաստատ հիշում են։ Ես այսօր չեմ բողոքում, ես 3 տարի եթերում չեմ, բայց երբ որ ես դուրս եմ գալիս յուրաքանչյուր տեղ, ես միայն հարգանք եմ տեսնում հանրության կողմից։ Եվ դա ես շատ գոհ եմ Աստծոց, որ դա կա, որովհետև անպայման չի եթերում լինել, որ այդ ուշադրության կենտրոնում լինել։ Եվ ես շատ գոհ եմ եւ շնորհակալ եմ, որ այսօր ես ունեմ այդ հարգանքը։ Այսպիսի խնդիր կա արտիստների մոտ, ես գիտեմ, նրանք փորձում են սցենարիստի հետ մտերմություն հաստատել, որպեսզի նրանց դերաբաժինը մեծ գրվի, հետաքրքիր եւ ծավալու։ Չի կարող նման բան լինել։ Իմ պարագան, իմ համար կարևորը սյուժեն է եւ սյուժեի ընթացքն է։ Ես շատ շուտ որսում եմ նման արի արտիստ բառը չօգտագործենք ավելի շուտ։ Մի հատ հուշի ինձ։ Հիմա սա արդեն հա ես հուշեմ պանիրը։ Դե արտիստներին երբ որ դերասան ես ասում, իրենք վիրավորվում են, ընդհանրապես դրա համար։ Կան մարդիկ, ովքեր արտիստ կոչվելու իրավունք իսկապես ունեն, իսկ կան մարդիկ, ովքեր արժանի չեն այդ բառին։ Ես դրա համար ասացի, կան իսկապես մարդիկ, որոնք փորձում են այդ ուղղություններով գնալ, բայց ես միանգամից որսում եմ եւ ասում եմ, որ ինձ համար կարեւորը սյուժեն է, այլ ոչ թե այն մոտեցումն ու մտերմությունը։ Առհասարակ ես այսօր մտերմություն չեմ անում։ Պանիրը Մաման ուրեմն ինչպես արդեն ասացի, պանրով է պատում այս սունկը եւ քյուֆտան։ Ներողություն եմ խնդրում, ես հիմա կանջակեմ։ Համեղ է ստացվելու։ Կփորձեք։ Եվ որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի պատրաստ լինի։ Ամբողջությամբ մի 40 րոպե։ Լավ, իսկ որտեղից ես լիցքեր ստանում, որտեղից է գալիս այդ պատմությունը գրելու մուսան, հա, եթե այսպես ճիշտ է արտահայտվել, կասես։ Որտեղից է գալիս։ Օրվա որ ժամին ես նստում գրելու։ Սովորական երաժշտությունից կարող է այդ մուսան գալ։ Պարզապես երաժշտություն լսելով փորձում ես պատկերացնել տեսարանը։ Նախ պատկերացնում ես, հետո նոր հանձնում թղթին, տվյալ պարագայում համակարգչին։ Այսինքն դու ապրում ես բոլոր կերպարների կյանքը մի պահ, հետո նոր միանշանակ, այո, եւ հետո եթե դու գիտես թե դերասանները ինչպես պիտի մատուցեն խաղը, այդ դեպքում քեզ համար արդեն առավել հեշտ է լինում գրել, որովհետեւ դու լավ գիտես թե յուրաքանչյուր դերասանից ինչ սպասելիք ունես։ Այդ դեպքում դու ավելի հեշտ ես գրում։ Դու ինքդ առանձնանում ես, միայնակ ես լինում այդ պահին, թե կարող է ինչ-որ միտեղ նստած եք խմբով եւ քո մտքին գալիս են մտքեր։ Մտքին կարող ենք, իհարկե ես ունեմ հիանալի ստեղծագործական խումբ, Մարտով ինձ հետ միասին գրում է Թամարան, որի հետ մենք միասին ենք այդ ամենը անում։ Միասին քննարկում ենք եւ միշտ այդ բուրըն քննարկումներից են, որ ստեղծվում են լավ պտուղներ, որովհետեւ մենակով իհարկե մենակով շատ ավելի կարեւոր գաղափարներ են ծնվում, բայց խմբային աշխատանքը շատ ավելի լավ արդյունքի է բերում։ Իսկ ինձ կարող ես ասել 1-2 բառով դժվար ապրուստի ասելիքը։ Գերխնդիրը ո՞րն է։ Գերխնդիրը դժվար ապրուստը պարզապես սերիալ է, որով պետք չէ շատ ապրել։ Չէ, բայց ինչ որ մի խնդիր ունի, չէ, ասելիք ունի վստահաբար։ Իհարկե ունի։ Արծարծվում է պարզապես այնպիսի թեմաներ, որոնք այսօր հասարակության սրտին գուցե մոտ են, հարազատ են։ Իսկ գերխնդիր որպես այդպեսին կարծում եմ սերիալով չէ, որ պիտի ասես։ Շատ ավելի լուրջ գործերով կարող ես գերխնդիրների մասին խոսել։ Լավ, մի պահ ընդմիջենք եւ կշարունակենք, մի պահ մեկնաբանի ինչ տեղի ունեցավ։ Պանրից հետո նորից լցվեց քյուֆթան։ Ես չգիտեի այդ մասին, ինձ թվաց թե պանրով կավարտվի։ Փաստորեն առաջին շերտը քյուֆտա, հետո սունկ, որից հետո պանիր, որից հետո ամենավերջում նորից քյուֆտա։ Թե երևի ջեռոցից հետո ես կարծում եմ այդպես տրամաբանում եմ, որ նորից հա կպատենք պանրով, տակ-տակ, որպեսզի առավել համեղ լինի։ Այդպես։ Լավ, ընդմիջենք մի պահ։ Մամա այդ առաջարկություն չես արել խաղա սերիալում։ Մամա երբեք չի համաձայնվի։ Էդ էլ ու վերջ։ Բայց ինչու ոչ։ Չէ։ Ամեն մեկը իր գործ ունի, թող պրոֆեսիոնալները զբաղվեն։ Ես հպարտանեմ երեխայի
հաջողություններով դա ինձ բավարար է երեխաներին։ Եվ իրոք հիմիկ կարող եմ ասել ոչ փոքր հաջողություն ունեն իմ փոքրիկ։ Սանա, բայց դուրս չի լինում դեպքեր, որ դերասանները ասում են խնդրում ենք էլի մեզ մի քիչ սենս գրի մեզ համար եւ այլն։ Ինչ ոչ թե չի լինում։ Ամբողջ օրը դա տենց դեպք եղավ։ Ասենք ծննդյան օրերին եւ այլն մարդիկ մենք գալիս ենք ձեր տուն, ասում չէ շնորհակալություն, ես տանը չեմ։ Ասենք ես չեմ վաճառվում երբեք։ Այդ բոլորը գիտեն դրա մասին։ Այնպես որ տենց խնդիր չկա, բայց հաստատ կան տենց մոտ։ Այդ որ ես ասեցի որսում եմ, ես դա միտումնավոր ասացի, որ մարդիկ լսեն։ Անեք նոր, արի ասեմ։ Այս ուզբեկական հա փլավն։ Հա, եկեք հիմի ուզբեկական փլավը, ասա սոխա։ Բայց սա պետք է ընթացքը երևա։ Չէ, մի հատ մոտարապես բաղադրատոմ սիմացի ու բան նկարահանում։ Հա, բացը։ Շարունակենք։ Այո, հիմա սոխին Սոխարած է այդտեղ, հա։ Սոխարածին, պիտի ավելացնենք գազարը։ Այո։ Մամ, այս ամբողջը, այս շատ չի։ Չէ։ Լավ, մի խոսքով։ Միսը, գարան միսը, որը ես արդեն ասացի նախորդ բաստո, այո, նախորդ դա արդեն պատրաստվել է, տապակած է։ Ահա, միսը, հա, այն։ Ինչ է տեղի ունենալու այստեղ, երևի մայրիկը, հա, մեկնաբանի։ Երևի ինքը։ Հա, ուրեմն սոխարածը եղել է, հիմա գազարն ենք ավելացնում, միսը արդեն տապակված է, հետո միսը, բրինձը բովում ենք իրար հետ եւ այնքան քիչ ջուր ենք լցնում, որ ծածկվի իր բաղի մեջ պետք է էպի, որ ջրի համը չգա։ Հասկանալի է։ Պարզ է։ Իսկ մենք ես հիշում եմ մեքենայում խոսում ենք շապիկների վրայի կիսամերկ, մեր աստղերի, երկչույների մասին ընդհատեցի կներես, շարունակենք միտքը։ Ես ոչ թե խոսում եի իրենցից, այլ առհասարակ ասացի, մենք խոսում ենք աստղային հիվանդություններից։ Ես ասացի, որ այդ մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր համարյա թե կիսամերկ դուրս են գալիս եթեր, յուրաքանչյուր օր շպարված եւ չեն հագենում եթերից, հասկանում գնում են դրան։ Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր օր ամսագրեր թերթելիս կամ ամսագրերի շապիկներին նույնատիպ մարդկանց տեսնելիս, կարծում եմ մարդիկ կհոգնեն։ Եվ այդ կիսամերկ մարմիններով եւ լցրած շուրթերով, դրած թարթիշներով, երկար մազերով, հասկանում եք, ես կարծում եմ, որ մարդը պիտի օրգանական լինի, բնական եւ ներքուստ եւ արտաքուստ եւ հանրությունը նկատում է այդ կեղծը։ Եվ ես ուզում եմ հասկանամ տրամաբանությունը, նպատակը դեպի ուր են գնում, ինչ է այսօր պիտի պարտադիր փչանանք, պիտի պարտադիր լինենք ակումբներում, շատ կոպիտ է արտահայտվում, ինչ որ sense տժանք, հա, շատ ներողություն։ Ինձ համար դա գլամուր չէ, ուտե գլամուրը դա բարձրորակ վիճակ է։ Մեզ մոտ Հայաստանում չկա գլամուր վիճակ։ Մարդիկ ովքեր ինչ որ գումար ունեն, գնում են Եվրոպաներ, ինչ որ բաներ են տեսնում, գալիս են այստեղ, հագնում են ինչ որ բրենդային, արդեն ասացի, հա, թուրքական պիտակներով հագուստներ, գնում ասում մենք եկել ենք, մենք շատ գլամուր ենք եւ գլամուրային ամսագրեր կա, սնդուսափայլ էս բառ օգտագործենք, որ չգիտես ինչու ես թվում է թե իրենք իսկապես sense գլամուր են, sense դեմք են իրենք, բայց ես կարծում եմ, որ այդ կյանքով այստեղ ոչ ոք չի ապրում եւ պետք չի տես ձևանալ։ Պետք չեն անպայման այդ վիճակներ, այս ինչ որ վիճակներով նկարվել, չէ՞ տեսել չէ՞ ոնց են մարդիկ նկարվում։ Ինձ հետաքրքիր է, իսկ կարևոր է թե նրանք ինչ սնունդ են ընդունում։ Դա ազդում է մարդու դաստիարակության, հոգեվիճակի, առողջության վրա։ Առողջ սնունդը իհարկե շատ կարևոր է, նրանք ովքեր գիշերային ակումբներում հիմնականում խմում են, ծխում են, որը ազդում է։ Մնացած բաներ մի ասա։ Ուրիշ բաներ էլ են անում, չգիտեի։ Դե երևի, դե խմելով, ծխելով ոնց կարող է մարդ բավարարվի։ Ես ակումբներում չեմ եղել, երբևէ չեմ էլ ամաչում դա խոստովանել, չգիտեմ։ Լավ, ինչ է այստեղ տեղի ունենում։ Դե ինչպես արդեն մաման ասաց, հիմա երևի մի փոքր էլ պետք է շոքե խաշվի, հա, այս գազարը, հա, որից հետո արդեն կավելացվի միսը, հետո բրինձը, հետո ջուրը եւ վերջ։ Երևի թե պիտի սպասենք, այո։ Այնտեղ աղցանն եմ ես սպասում, կարծեմ աղցանը որոշ չափով արդեն պատրաստ է, ես կմեկնաբանեմ թե ինչ է այստեղ պետք ավելացնել։ Բուլղարական աղցան, բուլղարական պղպեղներով, ուրեմն այստեղ կա պղպեղ, ձիթապտուղ, եգիպտացորենի հատիկներ եւ ծխեցրած հավ կտրատած, ինչպես նաեւ կանանչի մանրացված, արդեն ասացի։ Վերջ, ինձ թվում է երևի սա էլ կավելացվի, չէ՞, ու արդեն աղցանն էլ պատրաստ կլինի։ Լավ, ընդմիջենք մի պահ։
Իսկ ինչ եմ բամբասում քո մասին, Դիանա։ Դե արդեն ասացի էլի, չէ, այդ որ տենց TV փողերը իմ գրպանում է, նենց շեֆերի կինն եմ ես, ինչ ուզում էդ էլ անում եմ։ Ուր հասանք մենք։ Երևի արդեն վերջնական փուլին։ Հիմա պիտի ջուրը լցնենք այնքան, հա, մամ, ես լցնեմ դու կասես բավարար է։ Եվ եւս 15-20 րոպե։ Այո։ Եվ արդեն կարող ենք վայելել։ Մամ, բավական է, չէ, երևի, չէ, նորից։ Լից։ Ջանա, ես մի բանի մասին էլ մոռացա խոսեմ, քանի որ ես թատրոնում եմ բեմադրում աշխատում, շատ հաճախ այնպես է լինում, որ դերասանների սերիալում զբաղվածության պատճառով մենք ստիպված ենք լինում փորձերը հետաձգել, նույնիսկ ներկայացումներ հետաձգել, որովհետև դերասանները պատճառաբանում են, որ սերիալում զբաղված են եւ այնտեղ լավ ենք վաստակում։ Եթե կարելի է, հա, նորմալ երկրներում հակառակն է, թատրոնի հետ են հարմարվում սերիալները եւ ֆիլմերը։ Եթե կարելի է այդ հարցը նկատի ունեցեք։ Դե թատրոնում դերասանները կարծում եմ արտիստները հոգևոր սնունդ են ստանում։ Սերիալում հասկանալի է։ Բայց մենք մի բան էլ չմոռանանք, որ շատ դերասաններ թատրոններում իրենց գործունեությունը ծավալելով շատ բեմադրություններ, ներկայացումներ միևնույն չեն կարողացել վայելել հայտնիության այն բերկրանքը, այն համը, ինչը վայելում են սերիալից հետո։ Եվ այստեղ մի շատ կարևոր բան էլ կա, որ ես ուզում եմ նշել, որ սերիալը շատ հետաքրքիր կամուրջ է ստեղծել ոչ թատրոնասեր հասարակության եւ թատրոնի միջև։ Այսինքն ինչ է ստացվում, մարդիկ ովքեր թատրոն չեն այցելում առհասարակ եւ դիտում են սերիալ, նայում են դերասանին եւ սիրում են կերպարին եւ միայն կերպարի համար դերասանին կենթանի տեսնելու համար նրանք հաճախում են թատրոն, տեսնում են իրենց եւ գուցե հաջորդ անգամ նրանք արդեն թատրոն գան ոչ թե դերասանին տեսնելու, այլ իսկապես պիեսը բեմադրությունը վայելելու։ Այսինքն սա էլ պիտի նկատի ունենալ, որ սերիալը նաեւ այդ կամուրջն է ստեղծում ոչ թատրոնասեր հասարակության եւ թատրոնի միջեւ։ Դրա հետ ես համաձայն եմ։ Մենք երբ կարող ենք սեղանի շուրջ հանդիպել եւ վայելել, սպասում ենք եւս 20 րոպե եւս 20 րոպե։ Սեղանի մոտ կճաշակենք։ Շատ լավ։ Լավ։ Սա Պանիր է պետք ավելացնել։ Պանիր պետք է ավելացնենք։ Դա իհարկե երևի վերջում թե հիմա։ Չէ, հիմա, Հա, հիմա պետք է ավելացնել։ Լավ, ուրեմն Զգուշ ձեռքերդ չվառես, վտանգավոր բան տեղի չունենա։ մամ, այս ոնց ես առաջ բերեմ հիմա։ Անահիտ արի։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Ջանա, դու ասացիր մի պահ կանգնենք եւ չնստենք սեղանի շուրջ։ Քրիստոնեական ընտանիքին այո 100 ձևով ազդարարենք ուրեմն արդեն, հա, ընթրիքի սկիզբը։ Ճաշակես սուկ կերակուրս, որ պարգևյալ է մեզի տիառն է, օրնյալ է պարգևը յուր ամեն։ Դե բարի ախորժակ նստեք։ Վերջ կարող ենք նստել։ Այո։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Կարող ենք սկսել։ Այո։ Համեցեք նստեք, դե դուք էլ նստեք։ բարի Նրանք ովքեր ախորժակ։ որ տանջվել են, այո, բարի ախորժակ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.
Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Շատ համեղ էր։ Մյուս անգամ հուսով եմ դու ինքդ կպատրաստես ինչ-որ մի բան մեզ համար, ինքնուրույն։ Ինքնուրույն։ Դե կփորձեմ, ուրեմն շատ ավելի նախորդ պիտի զգուշացնեք, որ ես փորձեմ Այս պայից սկսած զգուշացնում ենք։ Այդպես այդքան երկար։ Շնորհակալություն երկար ժամանակ տալու համար։ Հաջողություն ձեզ։ Նորեն համեցեք։ Ես հիմա շուտ արդեն գնան նկարահանման։ Շուտ արեք, գնացեք երեխեք։ Իհարկե մենք բոլորս պետք է շնորհակալություն հայտնենք Դիանա Գրիգորյանին, որ թատրոնի դերասաններին յուրովի բացահայտում է։ Դիմադրենք քաղցին միասին։